Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաեւ ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգն ընդունվել է, ընդլայնվել է Հայաստանի եւ Եվրամիության միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։ Մենք վստահորեն շարունակելու ենք այդ ճանապարհը։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Եվրամիություն քաղաքասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ։ Շատ կարևոր եմ համարում, որ մենք շարունակում ենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի կառավարության, քաղաքական մեծամասնության եւ ընդհանրապես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործակցությունը լինի առավել ինստիտուցիոնալ, առավել համակարգված եւ այդ ամենի արդյունքում ավելի արդյունավետ եւ ավելի կառուցողական։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ մենք թեև ժողովրդավարության եւ պետության, տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթացներ ենք արձանագրել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո, բայց միևնույն ժամանակ իհարկե մենք առերեսվում ենք, որ շարունակաբար ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ լրջագույն խնդիրների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է, բայց նաեւ այդ խնդիրների լուծման բանաձևեր փնտրելիս մենք գոնե մասնական տպավորությունը կարող եմ ասել, բախվում ենք առաջին, նույնիսկ երկրորդ, նույնիսկ երրորդ հայացքից աննկատ խնդիրների, մասնավորապես դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո թերևս ամենամեծ քննադատությունը մեր կառավարության եւ քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ մենք արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը հեղափոխության դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ Այստեղ կա ճշմարտություն, բայց երբ որ մենք ուզում ենք հասկանալ խնդրեմը, բախվում ենք առաջին հայացքից կարող է շատ պարզունակ մի հարցի։ Իսկ ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը։ Եվ պարզվում է, որ այս հարցի շուրջ միասնական ընկալում չկա, ընդ որում ոչ միայն համընդհանուր, այլ նաեւ որոշակի գաղափարաբանական եւ դիտանկյունային էական տարբերություններ կան ընդհանուր մասնագիտական խմբերի մեջ։ Օրինակ իրավաբանները արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողները երրորդ բանը, քաղաքացիները չորրորդ բանը, ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են եւ սովորաբար մեկը պարտվում է, մյուսը հաղթում։ Ինչպես հասնել նրան, որ եւ պարտվողը եւ հաղթողը ընդունեն կամ ընդունելի համարեն կամ համաձայնվեն, որ տեղի ունեցածը արդարություն եւ արդարադատություն է։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը process-ների եւ ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն եւ արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետեւ ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական եւ արդարադատության եւ արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պիտի լուծենք առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով։
Շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին նոր տարվա Մալաքեթ Հաուսի տոնի առիթով, ասել է Նիկոլ Փաշինյանը, դիմելով եզդիական համայնքին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է։ Ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ինձ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն եւ ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե կրոնական, թե ազգային, թե անհատական պատկերացումների եւ զգացողությունների նկատմամբ։ Ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ եւ այս ձևաչափով շնորհավորում է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի եզդիական նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր եւ դարակազմիկ իրադարձություն է։ Մենք այս այցը շատ երկար ենք պատրաստել, որովհետեւ ես հիշում եմ, երբ ժամանակներ առաջ մեր գործընկեր ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ մենք քննարկում էինք, որպես խնդիր էինք ձևակերպում եւ դրա լուծման կարեւորությունն էինք արձանագրում, որ մենք իրար հետ կողք կողքի նույն երկրում ապրում ենք, բայց ես օրինակ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ համոզված եմ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, նրանց տոնակատարությունների, արարողությունների մասին եւ սա իհարկե խնդիր է, որը պետք է լուծվեր։ Եվ ես ուրախ եմ, որ մենք այսօր մի նոր ավանդույթի սկիզբ ենք դնում, երբ այս հաղորդակցությունը, այս համակեցությունը, այս քաղաքացիությունը, որով մենք կապված ենք, նոր արտահայտություններ է ստանում եւ մենք հասկանում ենք, որ ավելի ու ավելի լավ պիտի ճանաչենք իրար եւ չճանաչելը արդեն ինքնին խնդիր է։ Ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որը ըստ էության այսօրվա իմ հիմնական ուղերձն է լինելու այս ձևաչափով, որովհետև ես տոնի առիթով արդեն իսկ պաշտոնական ուղերձ հղել եմ նրանք, ովքեր արդեն ծանոթ են, լավ, ովքեր ծանոթ չեն, կարողանան ծանոթանալ, բայց ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որպես այսօրվա մեր հանդիպման հիմնական ուղերձ։ Ես եւ դուք, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ որպես եւ ձեզ նույնպես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց մենք նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք, որովհետև ընդ որում ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, ովքեր են ժողովուրդը, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է։ Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։ Хорошо, то на нոր մտածեցի։
Այն տելևիզորը ունել ինչ անում։ Դրա տեղը փող կարած փողով օգնել։ Հայրացին կարան, ինչ անում։ Հա, դրա տեղը փողով ինքը տելևիզորն ինչ անում, նա տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա։ Հա, ենքան ուրախանավոր։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, չասի հանկարծ։ Դե լավ, չէ, ոչ մեկը, 3 շաբթի օրը ուրեմն մենք հանդիպենք։ Вам спасибо. Сейчас что-то могу вам сделать, что-то приятное? Ничего пока не нужно. То, что нужно было, если он принес. Ես կարի ֆաբրիկա ունեմ Մարգարովիտում։ Ուզում ձեզ հետ խորհրդակցեմ։ Մի 200 աշխատատեղով ֆաբրիկա ունեմ բոլոր բաներով։ Մեքենաներով։ Ինձ զակազա պետք է շուկա։ Զակազա պետք։ Այո, զակազ լինի, ասենք։ Եկեք սենց անենք Գագիկ ջան, ես ձեր կոնտակտը փոխանցեմ իմ աշխատակցին, ով զբաղվում է այդ թեմայով։ Ինքը զանգահարի, ամեն ինչը գնահատենք, հնարավորությունները հասկանանք, եթե պետք է գանք տեղում տեսնենք ու սկսենք համագործակցել։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց։ Վաշինգտոնում վերջին տասնամյակներում առաջին անգամ հանդիպել են Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչները։ Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ-ում 2 երկրի դեսպանները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ այլ պաշտոնյաներ։ Հանդիպումը տևել է 2 ժամ, քննարկվել են Իսրայել-Լիբանան հարաբերությունների հնարավոր կարգավորումը եւ լիբանանյան Հեզբոլլա շարժման զինաթափումը։ Իսրայելի դեսպանի խոսքով բանակցությունների գլխավոր արդյունքը կարելի է համարել այն, որ կողմերը համաձայնել են Լիբանանը Հեզբոլլահից ազատագրելու անհրաժեշտության շուրջ։ Նաեւ դեսպանները պետքարտուղարի միջնորդությամբ անդրադարձել են տնտեսական, անվտանգային, քաղաքացիական ոլորտներում հնարավոր գործակցության հարցերի։ Իսրայելական կողմը բարձր է գնահատել այն փաստը, որ Բեյրութը չի հետևել Հեզբոլլահի կոչերին եւ դուրս չի եկել բանակցություններից։ Բանագնացները խոստացել են փոխանցել հանդիպման արդյունքները իրենց մայրաքաղաքներին, առաջիկա օրերին հնարավոր է նոր բանակցություններ նշանակվեն։ Զուգահեռ իսրայելական ուժերը շարունակել են Լիբանանին հարվածները նախազգուշացնելով, կանգ չեն առնի մինչև Հեզբոլլահից Իսրայելին սպառնացող վտանգը չչեզոքացվի։ Շարժումն էլ թիրախավորել է հրեական պետության հյուսիսը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այժմ սեղանին ավելի լուրջ բան է դրված, քան ուղղակի հրադադարը։ Այժմ խոսքը Հեզբոլլահի շուրջ 30 տարվա ազդեցությունը չեզոքացնելու մասին է։ Նրանք վնաս են հասցրել ոչ միայն Իսրայելին, այլև Լիբանանի ժողովրդին, շեշտել է պաշտոնյան։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, հնարավոր է կրկին Իսլամաբադում։ Դոնալդ Թրամփի խոսքով հակված են երկխոսելու։ Իմ գնահատմամբ Իրանի դեմ գործողությունը մոտ է ավարտին, բայց դեռ կանգ չեն կառել, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը լավատեսորեն է տրամադրված եւ մտադիր է շարունակել Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները։ Նրա խոսքով ցանկանում են լուրջ գործարք կնքել, որը կենթադրի նաեւ տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է իրանական նավահանգիստներն ամբողջությամբ շրջափակելու մասին։ Միացյալ Նահանգները կտրել է Իրանը միջազգային ծովային առևտրից, որը կազմում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը, ասված է հրամանատարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ վերջին ժամերին ոչ մի նավ չի խախտել ամերիկյան շրջափակումը, թեևս Արևմտյան Զլմների Հորմուզի նեղուցով անցել է առնվազն 20 նավ, այդ թվում չինական ընկերության պատկանող։ Ռուսաստանի արտգործնախարարին Պեկինում ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինը։ Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել երկու երկրի գործակցությունը տնտեսական, քաղաքական, ներդրումային եւ այլ ոլորտներում։ Աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները կայունացնող դեր են խաղում եւ ավելի կարեւոր են դառնում, շեշտել է ռուս դիվանագետը։ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լրացնել Չինաստանի եւ հետաքրքրված երկրների էներգետիկ պակասը, որն առաջացել է Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով։ Արտգործնախարարը հավատացրել է, որ Պեկինն ու Մոսկվան պատրաստ են նպաստել Իրան-ԱՄՆ բանակցություններին։ Նա նաև տեղեկացրել է, որ Մոսկվան շարունակում է Վաշինգտոնի հետ շփումները, սակայն ոչ ամեն ինչի մասին են խոսում հրապարակային։ Պատրաստ ենք շարունակել Ուկրաինայի հարցով բանակցությունները, հավատացրել է Լավրովը։
Եվրահանձնաժողովի նախագահը զրուցել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Տիսակուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի հետ։ Հունգարիան կրկին Եվրոպայի սրտում է, որտեղ եւ պետք է լինի, հունգարացիները քվեարկել են հանուն իրենց արժանապատվության ապագայի անվտանգ բարգավաճ Հունգարիայի, X-ի էջում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա տեղեկացրել է, որ Մադյարի հետ քննարկել են համատեղ աշխատանքները եւ բարեփոխումները։ Վերականգնելու ենք օրենքի գերակայությունը, դիտարկելու ենք ներդրումների հարցը, Հունգարիան վերադառնում է եվրոպական արժեքներին, հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ավելի վաղ Մադյարը հայտարարել էր, որ ի տարբերություն Վիկտոր Օրբանի կառավարության գործակցելու է Եվրամիության հետ, այդ թվում խոստանալով, որ նոր իշխանությունը չի խոչընդոտի Կիևին ԵՄ-աջակցությանը։ Նա նաև նշել է, որ պատրաստ է զրուցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն առաջինը չի զանգահարի նրան։ Մադյարի խոսքով Կրեմլի հետ կցանկանար քննարկել Հունգարիայի եւ Ռուսաստանի միջև էներգետիկ համաձայնությունների պայմանները, քանի որ Բուդապեշտը դեռևս չի կարող հրաժարվել ռուսական նավթից։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնում Պետեր Մադյարի նշանակվելուց հետո Ռուսաստանը եւ Հունգարիան հավանաբար բարեկամներ չեն մնա։ Միևնույն ժամանակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Վիկտոր Օրբանից հետո երկրի նոր ղեկավարությունը պրագմատիկ մոտեցում կդրսևորի։ Դիանա Գասպարյան։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է հայտարարագրման համակարգը։ Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը եւ կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը, Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում է իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։ Ապրիլի 14-ին հերթական իրազեկման հանդիպում անցկացվեց Սևան քաղաքի բիզնես կենտրոնում։ Իրազեկման հանդիպման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Գոհար Արաբաջյանը եւ Պետական եկամուտների կոմիտեի Սևանի թիվ 17 սպասարկման բաժնի պետ Վարդուհի Հովհաննիսյանը ներկայացրեցին իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը։ Ունենք որոշակի օրենսդրական փոփոխություններ, օրինակ միանվագործարկը եթե նախկինում 300,000 էր, հիմա մինչև 1 միլիոնը ենթակա չէ հայտարարագրման, ինչպես նաև ունենք որոշակի եկամտի տեսակներ չարկվող, որոնք չեն լրացվելու, այսինքն կարող են չլրացվել, ինչպես նաև եթե եկամուտը չհարկվող ստացել է հարազատից, այսինքն ծնող, զավակ, քույր, եղբայր, տատ, պապտոր, ապա դրանք նույնպես ենթակա չեն հայտարարագրման։ Իրազեկման հանդիպման ընթացքում բացի հայտարարագրման վերաբերյալ տեղեկատվությունից ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները ՊԵԿ լիազորությունների շրջանակներում անդրադարձան նաև առողջության համընդհանուր ապահովագրության մասին հարցերին։ Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ցանկացած սպասարկման սրահ երկուշաբթիից ուրբաթ ժամը 9-ից 18 առանց ընդմիջման։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են եւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան։ Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026-ի սեպտեմբերից կհանձնվեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Հարցը քննարկվել է Ժաննե Անդրեասյանի եւ Դավիթ Խուդատյանի հետ խորհրդակցության ժամանակ մարզերի ղեկավարների մասնակցությամբ։ Նախագիծը դիտարկվում է դեռևս 2024 թվականից։ Ասեմ, որ տեղից է սկսել մեկնարկել գաղափարը, քանի որ կրթության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ են իրականացվում 2021 թվականից սկսած երբ հանրապետության պետական չափորոշիչի պիլոտային փորձարկման փուլը Տավուշի մարզից սկսվեց եւ հիմա էլ այդ բարեփոխումները շարունակվում են, այսինքն հայեցակարգային եւ սկզբունքային շատ հարցերում փոփոխություններ է տեղի ունենում։ Պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարաններին։ Գերատեսչության հանրակրթության վարչության պետի խոսքով շատ կարևոր է, որ այս փուլում դպրոցները միասնական կառավարման մոտեցում ունենան։ Թվայնացման գործընթացները, դպրոցների ֆինանսավորման մոդելի փոփոխությունը, այդ թվում թվայնացումը, դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը, այս ամեն ինչը արդեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանը վերաբերող գործընթացները, այս ամենը արդեն իսկ
ասեմ, ոչ պաշտոնապես, բայց Սփյուռքյան գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վեր իրականացվում։ Բազմաթիվ գործառույթներ այսպես թե այնպես գտնվում էին նախարարության դաշտում, ինչն այդքան էլ նպատակահարմար չէր։ Օրինակ, ավագ դպրոցները ձևավորման օրվանից գործել են գերատեսչության ենթակայության տակ, բայց Երևանից մարզային ուսհաստատությունների կազմակերպական հարցերը լուծելը բավականին դժվար էր, նշում է Թամարա Սարգսյանը։ Մենք արեցինք գործառույթների բաժանում այնպես, որ այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են դպրոցներում կրթական բովանդակությանը եւ կրթության քաղաքականությանը, ամբողջությամբ գտնվել նախարարության դաշտում, որ մենք միասնականություն ապահովենք, այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են տեղում հաստատության գործունեության կազմակերպմանը, տեսեք, դա կլինի օրինակ օլիմպիադաներին երեխաների տեղափոխության կազմակերպման հարցը։ Հիմա մենք դպրոցաշինության ծրագրերով կարիք ենք ունենում, որ դպրոցը ժամանակավորապես այլ դպրոցի տարածքում է գործում, տրանսպորտ պետք է ապահովել, հա, այսինքն երեխաները պետք է տարբեր տեսակի մրցույթների մասնակցեն։ Այս բոլոր հարցերը, որոնք տեղում կազմակերպման ենթակա են, դրանք բոլորը կազմակերպեն տեղերում մարզպետարանների կողմից։ Աշխատանքի ծավալը այդ ժամանակահատվածում մեծացել է բոլորի համար, բայց անձնակազմի փոփոխություն տեղի չի ունեցել։ Երբեմն բավարար չափով մշտադիտարկում չի իրականացվել մի շարք նոր ծրագրերի ուղղությամբ, հետևաբար այս փոփոխությամբ մենք նաև դա ենք վերանայում նախարարության գործունեության շրջանակը եւ ծանրաբեռնվածությունը բնականաբար ավելանալու է հատկապես մի շարք ստորաբաժանումների համար եւ նախատեսվում է, որ սա շրջանակներում համալրվելու է այդ ստորաբաժանումները, այսինքն լինելու են մարդիկ, որոնք ավելի կապված կլինեն տարբեր ծրագրերի, դրանց մշտադիտարկման, ներդրված փոփոխությունների որակի վերահսկողության հարցերում։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից, թե ինչով է սա պայմանավորված, վարչության պետը պարզաբանում է։ Երևանում իհարկե դպրոցների քանակը շատ մեծ չի, բայց սովորողների առումով բավական մեծ է, հա, այսինքն սովորողների մոտ 30%-ը Երևան քաղաքում են սովորում, որպեսզի մարզերում, այսպես հասկանանք ինչքանով է արդյունավետ աշխատում ու հետո հաջորդ փուլում Երևանը ներառը։ Սրանք փոփոխություններ են, որոնք միշտ չէ, որ սահուն են ընթանալու, նշում են նախարարությունից եւ հույս հայտնում, դրանք հանգեցնելու են կրթության ոլորտում առավել արդյունավետ կառավարում ձևավորելուն։ Աննա Մելքումյան։ Ապրիլի 14-ին 14:40-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնացել է աշխատակիցներից մեկին։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ 62-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սյունիքի մարզի բնակիչը Երևանի իր բնակության վայրում տարբեր քիմիական նյութերի միջոցով պատրաստում էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Մարտի 25-ի երեկոյան մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում 32-ամյա տղամարդը թմրամիջոց ապօրինից ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է եւ Նորագյուղ թաղամասի 46-ամյա բնակչի հետ միասին տեղափոխվել է Նոր-Նորքի բաժին։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է ապակե կոլբա, մոխրացած հետքերով, մարիխուանայով լցված գլանակ, ֆենազեպամ գրառման փոքեմետ դեղահաբ եւ ծալովի դանակ։ 32-ամյա տղամարդը ներկայացվել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի 2 եւ մեթամֆետամինի 1 փաթեթ, ինչպես նաեւ թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված հեղուկային զանգվածներով լցված 2 տարա, 168 եւ 238 գրամ քաշերով։ Ըստ նրա հայտարարության այդ հեղուկի սինթեզման միջոցով ստացել է մեթամֆետամինի բյուրեղանման զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։